Ինչ եղավ, ինչի գաք։ Ոսեք, մի բան ասեք։ Ոնց եք, լավ եք հիմա։ Ցավում աստեղը։ Մի հատ խորը շունչ քաշեք։ Մի հատ էլ։ Խորը շունչ, ահա, լավ։ Հիմա ոնց եք, լավ եք։ Արամի կար գնամ։ Բայց ոնց եք գնալու, սենց։ Ես կարամ քալեմ կգնամ։ Հաստատ կգնաք։ Հա։ Ինչ ցավում ա, նորից ցավում ա։ Լսեք, դուք ասեք որտեղ եք ապրում, ես տաքսի կանչեմ ձեզ տանեմ այս վիճակով։ Մենք տուն չունենք։ Մեր տունը փողոցն է։ Բարձա։ Գնացի կարամ։ Սպասեք, մի րոպե սպասեք։ Դուք այս վիճակով երեխու հետ ինչ։ Եկեք գնանք մեր տուն, մայրս կկերակրի ձեզ։ Հետո հենց մի քիչ լավ կզգաք, նոր կգնաք։ Չէ, դու մենակ փոխտու երեխուն ուտելու բան առնեմ։ Բայց դուք այս վիճակով ոչ միտեղ չեք կարող գնաք, եկեք գնանք տուն, կհանգստանանք, հետո կգնաք, եկեք։ Մամա, ձեզ ճիշտ ասում, արի գնանք, ես համ սոված եմ, համ էլ մրսում։ Հա, բալես, եկեք գնանք, կօգնեմ ձեզ, նվեք։ Բալիկ ջան, անցի դու, անցի։ Զգուշ։ Եկեք ստեղ նստեք, զգուշ։ Անցի, մամ։ Հա, Կին ջան։ Արի, մամ ջան։ Ես դու կազմես դերքի։ Հա, մամ ջան։ Տանեմ ու հյուրեր ունենք, մամ, արի։ Բարև ձեզ։ Մամ ջան, հիշում ես երեք, որ ասեցի են երեխու մասին, որ եկել հողաջոզում։ Հա։ Ինքնա իր ամայրնա, դրսում ուղղակի ուշად հապվեց, բերեցի տուն։ Լավ։ Մամ ջան, դե բեր թե հյուրասիրենք, հա իրենց։ Լավ, թող հանվեն, լվացվեն, ես հիմա դե։ Բալիկ հան շորետ հան, տակա տան։ Հան շորետ հան նստի։ Ես հիմա կգամ, հա։ Կիմ, ես ովքեր են, ես ինչ ես մեր տուն բերել սրանց։ Մամ, դե արդեն ասեցի։ Երեկվա երեխեն, որ ինձ փող էր ուզում ինքն է։ Ու դրա համար պիտի բերեիր տուն, հա։ Մամ դուրս եկա այդ կինը ուշად հապվեց ընկավ գետնին։ Հիմա դենց խեղճ ու կրակոչեի թողնելու մտնեի ներս։ Ասեցի բերեմ մի կտոր հաց ուտեն, տաքանան, հետո կգնան։ Համ էլ չտեսար վիճակը, ինչ վիճակի մեջ էր։ Կիմ, դու չես դադարում, գիտես ինձ զարմացնելուց։ Զարմանում եմ, մենակ դու կարայիր անծանոթ մարդկանց բերեիր տուն։ Խղճիդ վրա ազդում էր գումար տայիր, ինչ ես տուն բերել։ Մամ, քիչ ցածր խոսի չլսեն, հա, անհարմար է։ Լսի, ավելավա գնա սենյակ իրանց մոտ, քանի սենյակից էլ ինչ-որ բան չեն գողացել ու արածդ լավությունը քթերից էլ բերել։ Մամ, մի ասա տենց բան։ Իրանք են մարդ մեղք են։ Դու ավելի լավ արագ մի բան բեր, են երեխան հեսա սովից կուշաթափվի։ Ես գնամ դու բեր, հա։ Գնա։ Կիմ, զարմանում եմ, տեսնես քեզանից երկրորդը կա, թե մենակ դու ես տենց մտածում։ Այս տղան չի փոխվի։ Քուրիկ ջան, ցավում ա էլի։
Հա, ցավը ուժեղանում թուլանում է։ Անունդ կասես։ Արմին է։ Երեխուն էլ վարամ։ Շատ ուրախ եմ Արմինե ջան։ Իմ անունն էլ Կիմա։ Մորս ամս է դա։ Մամ Արմինեին կաղոց հավազրկող տանք։ Կտամ Կիմ ջան, բայց պետք է մի բան ուտի, թե չէ դատար 28-ին դեղը լավ չի։ Աղջի ջան, շատ է ցավում։ Հա, Արմինե կներես, որ հարցնում եմ, բայց ինչ եք դրսում հայտնվել։ Եթե նեղվում ես, մի պատասխանեմ։ ես ու Արամը արդեն երկար վախտա դրսում ենք։ Որովհետև մարդս ինչ ունենք, չունենք, կերավ, սաղ թմրանյութ առավ, հետո էլ մեծ չափաբաժին օգտագործեց ու սատկեց։ Այդ չեմ դիմանում ես ցավին, եթե դեղ չկա գոնե խմելու բան տվեք, էդ օգնում այդ։ Քեզ մոտ հաճախ են նման ցավեր լինում Արմինե ջան։ Հա, մամաս միշտ այդ ցավը լինում է, ինքը արագ խմում, անցնում է ու քնում։ Այդ չեմ դիմանում։ Այդ ուժեղա ցավում։ Հա, Ակին, տղասարի շտապօգնություն զանգենք։ Թող գան բժիշկը կգա կնայի, եթե պետքա նույնիսկ թող հիվանդանոց տանեմ, կհետազոտեմ, բա այսպես հիմա դեղը տվեցի թմրեց անցավ, հետո նորից սկսել է այդ ցավը։ Հա, ես զանգեմ գամ։ Արմինե ջան, այ բալիկ ջան, գիտեմ քեզ համար դժվար է, ուզում ես արի գնանք կողքի սենյակ, տեսնեմ ինչ շոր կա, տամ հագնես, համ ավելի տաք կլինի, համ էլ ես քո հագին արդեն էլ հագնելու բան չի, հասկանում եմ դժվար է, ես քեզ կօգնեմ, ինձանից բռնվի։ Արմինե, կին, Արմինե ջան, Արմինե, Ինչ է։ ջուրը շուտ արա։ Հանգստացի, բալի սիրախեցի, մաման հեսա կլավան։ Արմինե։ Նույն օրը Արմինեին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ հետազոտման արդյունքում պարզվում է, որ հիվանդը խմիչքի չարաշահման պատճառով տառապում է ներքին օրգանների, մասնավորապես լյարդի հյուսվածքի բորբոքման քրոնիկ հիվանդությամբ։ Բժիշկները խորհուրդ են տալիս, որ վերջինս գտնվի իրենց հսկողության ներքո, իսկ Կիմը պատրաստակամորեն իր վրա է վերցնում բուժման ծախսերը։ Արամիկ ջան, տեսար լողացար, մաքուր, սիրուն բալիկ դարձար։ Լավ էր, չէ՞։ Բալես, հոսոված չես, ուտելու բան տամ ուտես։ Չէ, ես մենակ մամայիս եմ ուզում։ Խելոքս, ուրեմն մաման հիվանդանոցում է։ Բժիշկները պետք է իրան բուժեն, որ ինքը լավանա ու առողջ գա տուն։ Արամ, բալես, մաման շատ է ռողի խմում։ Մենք սակից փող ենք ուզում, հետո ինքը այդ փողով առնում էր մենակ հաց ու արախ։ Ես իրան ասում էի մի խմի, ինքը ինձ չէր լսում, խմում էր ու ավելի էր չարանում, բայց ես իմ մամային սիրում եմ։ Շատ էլ լավ ես անում, բալես։ Արամ, ուզում ես քեզ հեքիաթների գիրք տամ գնաս կողքի սենյակում, պարկես քեզ համար գիրք կարդաս։ Բայց ես կարդալ չգիտեմ։ Այ բալես, այդ ցավը տանեմ, ես ինչ ճակատագիր է քեզ բաժին ընկել։ Լսի ինչ եմ ասում, ես մի քիչ գործ ունեմ, գործս անեմ վերջացնեմ, հետո կգամ, քեզ համար հեքիաթ կկարդամ, հա։ Հա, ամենաշատը հեքիաթ եմ սիրում։ Շատ էլ լավ ես անում, բալես, իմ անուշ լավ տղա, ես էլ քեզ եմ շատ սիրում, տես տատիկը համ լողացրեց, համ կեղտոտեց քեզ։ Դու գնա պարկի, ես գնամ գործ անեմ, հա խելոքս։
Կիմ ջան։ Մամ ջան։ Բան չես են շուտ եկար։ Դե աշխատանքից շուտ դուրս եկա մտա հիվանդանոց։ Արմինեի բժշկի հետ եմ խոսել։ Հա, ու ինչ ասեց։ Ոչ մի լավ բան։ Այսինքն փոփոխություն չկա, հա։ Չէ, չկա ու դժվար է լինի ման։ Ոնց կին փաստորեն ամեն ինչ տենց լուրջ է։ Շատ ուշ է բուժելու համար։ Արմինեի լյարդը ամբողջովին քայքայվել է։ Լսի Կիմ։ Բա որ հանկարծ Արմինեին մի բան եղավ։ Արամիկին ինչ ենք անելու։ Չգիտեմ ման ջան։ Չգիտեմ։ Բա ուր երեխան։ Քնել է։ Հա, քնեց, մի քանի հեքիաթ կարդացի քնեց։ Կիմ այնքան ընդունակ, այնքան խելացի երեխա է։ Այս երեխան որ դեր կանգնող լինի, հրաշալի մարդ կդառնա։ Կիմ, դու Արմինեին չես հարցրել, իրանք ուրիշ բարեկամներ չունեն։ Արամիկը հորքուր ունի, բայց հրաժարվում է ինչ-որ բանով օգնի։ Ուրիշ բան չգիտեմ։ Հա, իմիջայլոց մամ։ Վաղվա համար երեխուն պատրաստի, որ աշխատանքից կամ տանեմ հիվանդանոց։